Բարև ձեզ։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում տաղավարում շարքի հերթական հաղորդումն է եւ մենք շարունակում ենք քննարկել մեր կրթությանը, գիտությանը վերաբերող տարբեր խնդիրներ։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք շվեյցարական մարդասիրական կազա հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Զարուհի Լավչյանին։ Զարուհի, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարի օր, սիրով։ Տեղյակ եմ, որ կազա հիմնադրամը հիմնադրումից ի վեր 1997 թվականից սկսած ավելի շատ բարեգործական ծրագրեր է իրականացրել, հատկապես երկրաշարժից տուժած Հայաստանի հյուսային շրջաններում, բայց ինչ որ պահից սկսել է առավելություն տալ կրթական ծրագրերին։ Զարի, ուզում եմ ասեք, թե ինչ փոխվեց եւ ինչ առաքելություն տեսավ հիմնադրամի տնօրինությունը, որ որոշեց ավելի շատ կրթությանը ժամանակ միջոցներ հատկացնել։ Հովանես ջան, շատ կարևոր հարց է իսկապես, եւ հիմնադրամը ի սկզբանե իրոք ճիշտ է, որ հումանիտար ծրագրեր էր անում։ Մի շարք եւ Լոռիում եւ Շիրակում հատկապես մի շարք շինարարական աշխատանքներ էին արվում, արվեստի դպրոցներ, պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, որովհետեւ տեսնում էինք, որ առաջնային խնդիրը այս պահին սա է, մարդիկ ունեն այդ կարիքները։ Մոտ 10 տարի աշխատելուց հետո հասկացանք, որ ժամանակը եկել է եւ մենք ենք պատրաստ արդեն մեկ քայլ առաջ գնալու եւ փոխվել է նաեւ այն իրականությունը, որտեղ աշխատում է հիմնադրամը եւ որոշում կայացվեց գնալու դեպի զարգացման ծրագրեր։ Եվ այս փուլում մենք դեռևս մի քիչ պահպանում էինք հումանիտար բաղադրիչը մեր աշխատանքի, բայց սկսեցինք ավելի շատ շեշտը դնել մարդուն ուժեղացնելու, կառույցները ուժեղացնելու, գործընթացները օպտիմալիզացնելու ուղղությամբ, որովհետև շատ կարևոր է, որ այն մարդ, ում հետ դու աշխատում ես, կարողանա ինքնուրույն իր հարցերը լուծի։ Շատ վտանգավոր է, երբ որ որևէ կազմակերպություն իր աշխատանքում անընդհատ տվողի դերում է, դրանով իրապես թույլատնելով այն մարդուն, ում հետ աշխատում են մենք մեր աշխատանքի մեջ այսպիսի սկզբունք ունենք ոչ թե մարդու համար, այլ մարդու հետ միասին տալիս ենք կարդ, ոչ թե տալիս ենք պատրաստի ձուկ արդեն։ Այդ տարածված արտահայտությունը, որ ձուկ նվիրելու փոխարեն ձուկ բռնել սովորեցնել, ես կարդացի ձեր կայքում, այսինքն օգնել մարդուն, որ ինքի ոչ թե պատրաստ է ինչ-որ բան տալ, այլ օգնել ճանապարհ անցնելու։ Այո, սեփական ճանապարհ անցնելու, սեփական ճանապարհ նշանակում է նաև սեփական ռեսուրսների հիման վրա, սեփական խնդիրները իր առջև դրված, սեփական կոնտեքստում աշխատող այդ ինքնուրույնության զգացողությունը ես կարծում եմ կրթության ամենակարևոր խնդիրներից մեկն է, ինչպես սովորեցնել մարդուն ինքնուրույն լինել իր կյանքում, ինքնուրույն որոշում կայացնել, ինքնուրույն կերտել, ստեղծել, ինքնուրույն հարաբերություն ձևավորել, ինքնուրույն դիմացինին տալ, որովհետև ինքնուրույն մարդը մտածող մարդն է, մտածող մարդը ստեղծող մարդն է, ստեղծող մարդը պիտանի մարդ է, որը կարողանում է բան փոխել իր շուրջը, որովհետև մեծ հաշվով հիմնադրամը միշտ իր առջև ունեցել է տեսլականը եւ առաքելությունը օգնել մարդկանց մաքսիմալ իրենց պոտենցիալը ռեալիզացնելով օգնել պետությանը։ Մեզ համար մարդու բարօրությունը, մարդու զարգացումը պետության զարգացման հետ անմիջականորեն կապված են եւ չնայած որ հիմնադրամը ունի շվեյցարական մարդասիրական անվանումը, սա հայկական հիմնադրամ է, մեր աշխատակիցները բոլորը հայեր են, հոգաբարձների խորհրդում շվեյցարացիներ, ֆրանսիացիներ եւ հայեր են, անձնակազմը հայկական է, մենք Հայաստանում ենք աշխատում եւ Հայաստանի համար, ու այդ առումով Հայաստանի զարգացումը բոլոր տարբեր ուղղություններով մեզ համար ամենակարևոր երևի խնդիրն է, որին փորձում ենք 30 տարի է մոտ արդեն հասնել։ Զարա, եկեք պարզաբանենք, թե ինչ է նշանակում հիմնադրամի կազա անվանումը եւ արդյոք այդ հապավումը եւ արդյոք առաջին տառը կան, կապ ունի Կոմիտասի հետ, որովհետեւ ես կարդացի, որ Կոմիտաս վարդապետը դեր է ունեցել հիմնադրամի ստեղծման ճանապարհին, ուզում եմ այդ մասին պատմեք։ Շատ ճիշտ եք եւ ուրախ եմ, որ այս հարցը հնչում է։ Շատերը մտածում են, որ կազա դա տուն անվանումն է լատինական, իսպանական ծագման, ամենևին ոչ, դուք ճիշտ եք։ Կազա հապավում է եւ ֆրանսերենով հնչում է Կոմիտաս Action Suisse Arménie, հայերենով փորձում ենք թարգմանել Կոմիտասի անվան երգչախմբի կողմից Հայաստանի համար արվող աշխատանք, առաքելություն։ Պատմությունը շատ գեղեցիկ է իրականում, որովհետև
Շվեյցարիայում հայ երաժշտի կողմից ստեղծվել էր երգչախումբ Կոմիտասյան անունով, որում երգում էին միայն շվեյցարացիները, որևէ հայ չի երգել, բայց երգում էին հայերեն։ Եվ համերգներով Հայաստանում են հայտնվում, սիրահարվում եւ իհարկե մնում են որպես Հայաստանի շատ լավ բարեկամներ եւ անվան մեջ իհարկե կա Կոմիտասը, մեր աշխատանքի մեջ երաժշտությունը, արվեստ մեծ դեր ունի եւս եւ ծրագրերի մեջ փորձում ենք այդ ստեղծագործ էլեմենտը միշտ պահպանել։ Զարուհի, հիմա գանք արդեն կրթական ծրագրերին, ես ձեր կայք ուսումնասիրելով հասկացա, որ բավականին ծավալուն տեղ է զբաղեցնում ձեր ծրագրերում քաղաքացիական կրթությունը։ Ինչ գործիքներով, ինչ գործիքակազմով եւ ինչ ծրագրերով եք իրականացնում այդ քաղաքացիական կրթությունը եւ ինչ է տալիս քաղաքացիական կրթությունը անհատին եւ պետությանը։ Քաղաքացիական կրթությունը մեզ համար երևի թե այն հովանոցային մեծ թեմատիկ ուղղություն է, որի ներքո մենք աշխատում ենք 6-ից 66 տարեկան մարդկանց հետ, մեր կարծիքով մարդը, ով որ իր երկրի մաս իրեն չի կարողանում զգալ, դժվար կարողանա ինչ-որ բան այդ երկրի համար անի։ Ինքը կարող է զգալ մաս, բայց չիմանա ինչ պետք է անի այդ երկրի համար կամ իր համայնքի համար։ Մարդը, որ իր համայնքի համար ինչ-որ բան անում է, նաև իր ընտանիքի համար է անում, դպրոցի համար է անում, շրջապատի համար։ Ուստի հասկացանք, որ պիտի ինչ-որ ձևով կրթենք մարդկանց, սովորեցնենք ինչ է նշանակում լինել լավ քաղաքացի, ինչ է նշանակում լինել ակտիվ քաղաքացի, ինչ է նշանակում լինել մարդ, ով անտարբեր չէ իր շուրջը կատարվածի հանդեպ, ով մոտիվացիա ունի ինչ-որ բան անելու եւ ով կարողանում է դրա հետ աշխատել։ Դե երբ որ մենք ասում ենք քաղաքացիական կրթություն, մենք ընդհանուր առմամբ այդ կարողունակության մասին ենք խոսում, որի մեջ մի առումով մտնում են գիտելիքները, ինչ է նշանակում, օրենքներ, կառավարման համակարգեր, ղեկավարման համակարգեր։ Զարուհի, կներեք, որ ընդհատում եմ, այս դեպքում գիտելիք բառն է ճիշտ, թե տեղեկացվածությունը։ Տեղեկացվածությունը երևի առաջին կտորն է գիտելիքի, բայց սա 3 կարևոր բաղադրիչներից մի բաղադրիչն է միայն։ Երկրորդ բաղադրիչը հմտություններն են։ Ինչպես եմ ես անում դա, կարողանում եմ ես արդյոք պրակտիկ իմ կյանքում կիրառել այն ինչ որ ես գիտեմ, եւ քաղաքացիական կրթության դեպքում հատկապես շատ կարևոր երրորդ բաղադրիչը դա ներքին պատրաստակամության, մոտիվացիայի, արժեքային կողմնորոշման, ցանկության, իմաստի գիտակցման հարցն է, ինչու ես պետք է անեմ այն ինչ ինձնից։ Ինչու ակտիվ լինել։ Ինչու ակտիվ լինել, ինչ է դա տալիս, ում է դա, ձեր հարցի կարևոր պատասխանն է։ Իսկ ինչու, ինչի համար է դա պետք։ Միայն այս եռամիասության մեջ է, որ ծրագրերը կարողանում են համակողմանիորեն զարգացնել մարդու մոտ այդ ունակությունը, ցանկությունը ակտիվ քաղաքացի լինելու, եւ սկսում ենք շատ փոքր տարիքից։ Պարզապես ամեն տարիքի հետ աշխատանքում կան իրենց մեթոդները, որոնք այդ տարիքի համար ամենահամապատասխանն են։ 6 տարեկանում մենք օրինակ սովորեցնում ենք երեխաներին ինչպես դիմացինի հետ շփվել, ինչպես խաղալ, ինչպես կանոններին հետևել, ինչպես հավաքել իրենց հետևից թուղթը, որը գցել են, ինչպես մայրիկի հետ խոսել, ինչպես իրար հետ շփվել, ինչպես կոնֆլիկտ հաղթահարել, հա, այսինքն փոքրիկ բաներով, որոնք հետո ձևավորելու են մարդու մոտ արդեն բանակցելու ունակությունները, հաղորդակցվելու ունակությունները, դիմացինի հանդեպ հարգանքը, շրջապատի հանդեպ հոգատարությունը։ Մի քիչ ավելի մեծ տարիքում դեռահասության տարիքում մենք արդեն իրենց հետ սկսում ենք խոսել պետության մասին, պետության կարևորության մասին, հայրենիքի մասին, հայրենիքի հանդեպ մեր վերաբերմունքի մասին։ Արդեն ավելի մեծ տարիքում խոսում ենք համայնքային ծրագրեր անելու մասին, սովորեցնում ենք թե ինքը ինչպես կարող են փոքրիկ գաղափարից փոքրիկ նախաձեռնություն անել իր ընկերների հետ համատեղ։ Մի քիչ ավելի մեծ տարիքում, հատկապես երբ խոսում ենք ուսուցիչների հետ աշխատելու մեջ, իրենց մեթոդաբանություն ենք տալիս, թե ինչպես կարելի է այդ հարցերը, այդ ունակությունները զարգացնել, հատկապես նոր չափորոշչով, գիտեք, որ ունակություններից այդ 8 հիմնարար կարողություններից մեկը հենց ժողովրդավարության հետ կապված կարողունակությունն է, որը դպրոցում հենասյունայինը
նաև եւ ոչ միայն հասարակագիտության առարկաների դասավանդման մեջ, բայց նաև մեծ հաշվով հասարակագիտական այլ առարկաների եւ ոչ միայն եւ այստեղ մենք նաև համեծասակների, ուսուցիչների, ուսուցանողների հետ աշխատում ենք իրենց փոխանցելով գործիքակազմ, մեթոդական գործիքակազմ, որը ոչ ֆորմալ կրթական գործիքներով, ինտերակտիվ մեթոդներով եւս աշխատում է երեխաների հետ եւ օգնում է այդ ունակության զարգացման հենց դպրոցի պատերի ներքո, դպրոցական նախագծերի ուսումնական նախագծերի միջոցով եւ բացի դա իհարկե նաեւ մեծահասակների մոտ փորձում ենք ձևավորել այդ ներքին իմաստի զգացողությունը, ներքին պատրաստակամությունը որևէ բան անելու ու միայն այս բոլորի հետ միասին աշխատելով մենք կարողանում ենք հույս ունենալ, չեմ ուզում ասել վստահություն, որ այդպես կլինի, բայց հույս ունենալ, որ դրված են սերմեր, որպեսզի հետո այն մարդիկ, ովքեր ապրելու են մեր շրջապատում, մինիմում անտարբեր չեն եւ մաքսիմում պատրաստ են իրենց ժամանակը, կարողությունը, էներգիան դնելու դրական փոփոխությունների մեջ։ Մի քիչ երևի հնչում է պաթետիկ, բայց շատ գործնական է։ Բայց ինձ դուր եկավ ձեր արտահայտությունը, որ հույս ունենալ ոչ թե վստահ լինել, որովհետև ես ուզում էի հարցնել, ինչ արդյունքներ ունեք այս բնագավառում, գիտեք ինչի է ծագում այդ հարցը, որովհետև ետանկախական շրջանի մեր երկրի պատմությունը անընդհատ կատակլիզմների է ենթարկվում եւ անընդհատ այդպես խորը հիասթափություններ է առաջացնում եւ ձեր ջանքերը կարող են շատ հաճախ այդպես անարդյունք լինել, որովհետեւ մարդուն կարծես թե բերում ես այն դաշտ, որ ինքը պատրաստական իր մեջ արդեն որոշել է օգտակար լինել, մասնակցային, իր որոշումների կայացման, իր համայնքի կլինի, թե երկրի ընտրություններից սկսած մինչև, չգիտեմ, բնապահպանական խնդիրներ մասնակցություն ունենալ, բայց մեկ էլ այնպեսի մի այդպես գահավիժում է տեղի ունենում երկրում, որ կարող է խորը ունեք հաջողությունների պատմություններ, որը կարող է օրինակ ծառայել մնացածի համար, սա էր ինձ հետաքրքրում։ Շատ ճիշտ եք, ցավոք սրտի դրանից որևէ մեկս չենք կարող խուսափել։ Մեզ համար կարևորը որ մարդու մեջ զարգացվի մի տերմին օգտագործեմ դիմակայունությունը։ Սա ճկունության մասին չի այդքան, սա չկոտրվելու մասին է ավելի շատ։ Մարդը ով ունի ներսում համոզմունք եւ ունակություն, ինչ փոխվի դուրսը նա հասկանալու է, որ բայց հայրենիքը չի փոխվում, մարդիկ չեն փոխվում, գուցե փոխվեն կառավարություններ, ռեժիմներ, ոնց ուզում ենք անվանել, լինեն պատերազմներ, լինեն կատաստրոֆաներ, որոնք գնալով շատանում են ընդհանրապես գլոբալ առումով, բայց եթե դու ներսում հասկանում ես իմաստը քո արվածի, դու անում ես հանուն, դու չես անում ի հակառակ ու այդ հանունը մեր գլխի մեջ ունենալով օգնում է չընկճվել, չընկրկել, օգնում է վառ պահել այդ քննական մտածողությունը բացառիկ կարևորության հարց է, որպեսզի դու չընկնես այս կամ այն հոսքի տակ, այս կամ այն ուժի ազդեցության տակ, բայց ունենաս քո ուղղությունը, հասկանալով, որ շատ տեղերում դու այդ քննական քո մոտեցմամբ, քո քննական մտածողությամբ կարողանում ես ճշմարտությանը մոտ գտնվող պատասխանին ձգտել ու դրանով պահել մտքի պարզությունը։ Մի քիչ բարդ է, բայց եթե մենք միշտ ասում ենք սրտի հատվածում ամեն ինչ տեղն է, եթե այդ մոտիվացիայի հարցը տեղում է, դու կարողանում ես մի քիչ կողմնորոշվել։ Բարդությունը ինձ թվում է կայանում է նրանում, որ հուսալքությունը, հիասթափությունը շատ արագ են մարդկանց գերում համակում են, որ շատ դժվար է այդ մի քանի մինուսից սկսել աշխատանքը, բայց էլի մեր փորձը ցույց է տվել, որ հատկապես երիտասարդների մոտ դուք արդյունքներից եք հարցնում, քանի որ մենք 6 տարեկանից սկսում ենք աշխատել եւ հաճախ ամբողջ կյանք, մինչեւ 20-30 տարեկան, առաջի երիտասարդական մինչեւ կյանք, մենք տեսնում ենք այդ երեխաներին, դեռահասներին, տեսնում ենք ոնց են իրենք փոխվում, մենք տեսնում ենք ինչքան իրանք ավելի ազատ են կարողանում խոսել, ազատ են կարողանում մտածել, ցանկացած հատվածում, երբ որ իրենց պետք է
քայլ անել, իրանք այդ քայլը կարողանում են անել օգնության։ Մենք դա տեսանք պատերազմի ժամանակ, մենք դա տեսանք ջրհեղեղի ժամանակ, հա, երբ լորիում ճակահավոր էր։ Մարդիկ, ովքեր միանգամից մոբիլիզացվում են եւ միանգամից կամավորական խմբեր են կազմում, գնում են օգնության, չեն սպասում։ Այսինքն մարդկանց մոտ այդ օգնելու, ակտիվ լինելու, ներկա լինելու ունակությունը ոչ միտեղ չի կորում։ Մասնակից լինելու, ներկա լինելու, տեր լինելու, մաս կազմելու, բայց դա միայն լինում է այն ժամանակ, երբ որ դու հասկանում ես, որ սա քոնն է, երբ որ հասկանում ես, որ դու կրողն ես այն ամեն ինչի, ինչ քո հետ կատարվում է, եւ այն երկրի, այն մշակույթի, որի մեջ դու ապրում եւ զարգանում ես, ու այդ առումով մենք ունենք շատ երիտասարդներ, ովքեր մեզ մոտ սկսելով տարբեր այլ կառույցներում նաեւ սկսելով այդ կամավորական ներգրավվածությունից հետո իրենք են ստեղծել կազմակերպություններ, տարբեր տիպի նախաձեռնություններ են անում, իրանց տեղերում տեղական ինքնակառավարման մարմինների հետ են փորձում մի բան անել, ծնողների հետ, դպրոցի հետ, այսինքն ակտիվացված մարդը ոնց որ բոլոր մակարդակներում փորձում է ակտիվ լինել եւ մեզ համար այդ ակտիվացումը, որը ներսում փոխվել է, մեր համար շատ կարևոր արդյունքներից մեկն է։ Դժվար է ակտիվությունը չափել։ Մենք չունենք այդ կանոնները, մենք ստատիստիկ տվյալներ մեր արժև չունենք, բայց մեզ համար, երբ մենք փորձում ենք նաև գնահատել արդյունավետությունը մեր ծրագրերի տարիներ շարունակ, մենք հաճախ վկայությունների հետ ենք աշխատում, լավ պատմությունների հետ։ Տարիների ընթացքում խոսում ենք այդ երեխաների հետ, տեսնում ենք ինչ է փոխվել։ են դառնում հավանաբար։ Ոչ բոլորն են առաջնորդ դառնում եւ ոչ բոլորը պետք է դառնան առաջնորդ, բայց բոլորը դառնում են մարդիկ, ովքեր մտածող մարդիկ են, արթուն գլխով մարդիկ են, արթուն սրտով մարդիկ են, արթուն ձեռքերով մարդիկ են։ Մարդիկ, ով որ կարող է իր հետևից հարյուրավոր մարդկանց չտանի, բայց անգամ եթե ինքը կարողանում է իր ընկերներին, իր ընտանիքը, իր դասարանի մի քանի ընկերներին իր հետևից տանի, ուսուցիչ, որը կարողանում է շատ որակով աշխատանք կատարել իր տեղում, արդեն լրիվ բավարար է հասելու համար, որ ինչ-որ բան հաջողվեց։ Մեզ շատ հաճախ պատմում են, ասում են, այ գիտեք, ձեր ծրագրից հետո մենք գնացինք, կարողացանք սա անել, կարողացանք այս հետաքրքիր թեման երեխեքի հետ բարձրացնել, շատ ավելի շատ երեխա է կարողանում ինձ մոտ գալ իմ դասերին, կամ փոքրիկ նախաձեռնություն արեցինք, ծնողներն էլ այդ օրը միացան։ Այսինքն մի քիչ, երբ որ մարդը ակտիվանում է, ինքը սկսում է զգալ իր արվածի կարևորությունը եւ այդ հետադարձ կապի արդյունքում մոտիվացիան այդպես սկսում է արդեն շարժիչի պես հավերժ աշխատել։ Ընդօրինակման առարկա է դառնում, ընդօրինակման օրինակ է դառնում, կարծես թե։ Շատ կարևոր բան եք ասում, այո, այս անգլերենում, հա, ասում են role model, մի կերպար, որին մենք նայում ենք եւ որին ձգտում ենք այդպեսին լինել, ինձ թվում է ցավոք սրտի շատ մեծ պակաս ունենք կարևոր role model-ների, հա, կարևոր այդ կերպարների, որոնք մեր շուրջ են, կարիք ունենք դրանք ստեղծելու եւ մարդկանց մոտ հեղինակությունը կառուցելու այդ մարդկանց հանդեպ, որպեսզի դա նորմավորվի, հա, մինիմում գոնե նորմավորվի, որ դառնա նորմալ, որ այո մարդը իր շաբաթ օրը կծախսի, որպեսզի գնա ծառատուն կազմակերպի, կամ գնա եկեղեցու բակը մաքրի, կամ գնա օգնի որևէ մեկին, որը տուժած է եւ իրեն պետք է օգնություն այդ պահին, դրան նվիրի ժամանակը եւ ռեսուրսը, քան նվիրի օրինակ տանը նստելուն, հեռախոսի մեջ կարևոր իրադարձություններին հետևելուն, հա, այսինքն այս միշտ ընտրություն է, ակտիվությունը դա միշտ ընտրություն է։ Հիմա եթե մենք կարողանում ենք մարդուն ցույց տալ, օգնել, որ այդ ընտրությունը գնա այս կամ այն ուղղությամբ, մեզ համար դա կարևոր ձեռքբերում է։ Զարուհի, համացանցում եղած տեղեկությունը, հա, կազայի մասին ուսումնասիրելիս տեսա, որ հիմնադրամի երկրորդ կարևոր, հա, կրթական ծրագիրը, գուցե ես սխալվում եմ, երկրորդ, գուցե երրորդ, գուցե չորրորդ, բայց մեստեղ է հատկացվում զբոսավարների պատրաստման եւ վերապատրաստման աշխատանքները, ես այնպիսի տպավորություն ստացա, որ ըստ կազայի հիմնադրամի Հայաստանում զբոսաշրջային, հա, այդ բիզնեսը ծաղկում է ապրում, իսկապես այդպես է։ Մեզ համար զբոսաշրջային ծրագրերը եւ հատկապես զբոսավարների պատրաստման ծրագրերը, դրանք միայն մասնագիտական ուսուցման ծրագրեր չեն։ Ծրագրերը ի սկզբանե սկսել ենք, որպեսզի Հայաստանը կարողանանք շատ ավելի լավ ներկայացնենք դրսին։
որովհետև շվեյցարացի, գերմանացի, ֆրանսիացի շատ զբոսաշրջիկներ որ գալիս են Հայաստան, կարիք է լինում իսկապես շատ լավ որակով, լավ զարգացված լեզվով այս զբոսաշրջիկների հետ աշխատել, որովհետև ամեն Հայաստան եկողը պիտի դառնա Հայաստանի ընկեր։ Ոչ միայն գա, մեկ շաբաթ անցկացնի եւ գնա, այլ դառնա մարդ, որը վերադառնալու է Հայաստան։ Եվ մենք մտածում ենք ինչպես անել, որ մարդիկ իսկապես սիրահարվեն ու կապվեն Հայաստանին։ Եւ մեր զբոսավարների կրթության ծրագիրը հենց դրան է ուղղված, պատրաստել ոչ թե պարզապես պատմություն պատմող մասնագետ, տեղեկություն փոխանցող մասնագետ, այլ մարդ, որը կարողանում է դեպի Հայաստան այդ սերը եւ հետաքրությունը առաջացնի։ Եվ զբոսաշրջության ծրագրերում մենք նաեւ հիմա շատ սկսել ենք աշխատել ուսուցչական համայնքի հետ, որովհետեւ ինչ որ պահի հասկացանք, որ կուզենայինք էքսկուրսիոն այցելությունների ուղղությունը մի քիչ փոխել։ Իհարկե շատ կարևոր է խաղալ, ուտել, լավ ժամանց անցկացնել, բայց քանի որ դպրոցական զբոսաշրջության հիմնական մեխը դա այնուամենայնիվ կրթական խնդիրներն են, կրթության մշակութային ճանաչողության հարցերն են, սկսեցինք ուսուցիչներին սովորեցնել, թե ինչպես օրինակ կարելի է կազմակերպել էքսկուրսիաներ, էքսկուրսիոն այցեր, իրենց հետ ավելացնելով մշակութային եւ կրթական էլեմենտը։ Մենք կապել ենք դրանք դասի պլանների հետ, վերջնարդյունքների հետ, հա, նույն ՀՊՉ-ից եկող վերջնարդյունքների հետ, որպեսզի ուսուցիչը շատ հստակորեն նախապատրաստի այցելությունը, ընտրի վայրը, վայրում իմանա ինչ անել երեխաների հետ, ինչ ցույց տալ, ինչի մասին խոսել եւ հետո ինչպես վերջում վերադառնալուց հետո նաեւ քննարկել, հասկանալ ինչ ենք կարողացել վերցնել այդ այցելությունից։ Մեծ հետաքրքրություն կար այդ ծրագրի շուրջ 550-ից ավել մարդ փորձեր ուզում միանալ ծրագրին եւ սա վեբինարների շարք է եւ այցելությունների պրակտիկ այցելությունների շարք է, որը մեծ սիրով իրականացնում ենք եւ փորձելու ենք ամեն տարի պահել նաեւ այս ուղղությունը, որը զբոսաշրջությունը եւ կրթությունը միացնում է իրար։ Մենք միշտ փորձում ենք տեսնել թե ծրագրերի մեջ ինչպես ենք կարողանում գտնել այդ սիներգիկ կապը, որտեղ կարողանում ենք այդ մարդկանց, ովքեր ծրագրերում ենք մի դաշտ բերել, բայց նաեւ մեր փորձագիտությունը տարբեր ոլորտների կարողանանք միատեղել, համատեղել։ Զբոսաշրջության մեջ մենք նաև փորձեցինք յուրովի պրոդուկտներ ստեղծել, օրինակ Գյումրիում 3-4 քվեստ ենք ստեղծել քաղաքային եւ տարբեր թանգարանային քվեստեր, որոնք ընտանեկան զբոսաշրջության համար կարևոր տենց գործիքներ են, էլի, որովհետեւ միասին գնան ոչ միայն շենքը նայելու, բայց նաև պատմություններ իմանալ քաղաքի մասին, այսինքն փորձում ենք մաքսիմալ գործիքներ ստեղծել։ Դուք ասում եք այդ գործիքների մասին, գործիքներ շատ ենք ստեղծում, մեթոդներ շատ ենք ստեղծում, խաղար կայնացնում ենք շատ մեր գործընթացները, սեղանի խաղեր ենք կրթական ստեղծում, որոնք հենց քաղաքացիական հրատարակչական ինչ որ բաների։ Այո, ունենք հրատարակած գրքեր, տարիներ շարունակ մասնագետների հետ, ովքեր Հայաստան գալիս են կամ Հայաստանի մասին գրում են, այդ հրատարակությունները բազմալեզու են լինում, հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, եւ դրանց միջոցով էլ փորձում ենք Հայաստանը ներկայացնել մեր դրսի ապագա ներկա Զարուհի, այդ զբոսաշրջության հետ կապված էլի մի հարց ունեմ, այսպեսի մի եզր հանդիպեցի, մարդակենտրոն զբոսաշրջություն, ես օրինակ կրթության մեջ գիտեմ ինչ է նշանակում մարդակենտրոն, զբոսաշրջության մեջ ո՞րն է մարդակենտրոն։ Բոլոր են, քանի որ Կազա հիմնադրամը իր սոցիալական, այսպես ասեմ, սոցիալական ձեռնարկատվության բաղադրիչ ունի, որով մենք փորձում ենք նաև հիմնադրամին ֆինանսական կայունություն բերել, զբոսաշրջությունը այդ կտորներից մեկն է, բայց սա մենք ասում ենք սոլիդար եւ մարդակենտրոն, համերաշխ եւ մարդակենտրոն զբոսաշրջություն, մարդիկ երբ որ գալիս են Հայաստան, իրենք փորձում են տեսնել մարդուն եւ բոլոր ծրագրերը, որոնք զբոսաշրջային ուղիները, որոնք ստեղծվում են այն մարդկանց հետաքրքրությունների հիման վրա, ովքեր գալիս են մի կողմից, եւ երկրորդը
այստեղ գալուց իրենք նաև հանդիպում են հայ մարդուն, ծանոթանում են հայ մարդուն։ Իրենք շատ հաճախ գնում են ծանոթանում են մեր ծրագրերի մասնակիցներին, շահառուներին։ Իրենք անպայման գալիս են այցելության հիմնադրամ եւ ծանոթանում են թիմի աշխատանքին։ Այսինքն ոչ միայն պատմական հուշարձան տանեք, հա, եւ հիանան կամ բնության մի, հա, գեղեցիկ վայր, տեսարժանվար, այլ այլ մարդկանց այդ շփում ապահովեք, որովհետեւ մարդկանց շփման միջոցով է նաեւ երբ դու կապվում ես երկրին։ Այո։ Զարվի, ես գուցե սխալվեմ կամ լավ չսահմանեմ, հա, ձեր վերջին նախաձեռնություններից մեկը, բայց մոտավորապես այսպիսին էր, որ միջմշակութային, հա, այդպես կամուրջ ստեղծել, մշակութային ժառանգության, հա, այդպես եւ ներկա սերնդի միջև, սա որ տարիքի, հա, շահառուների համար է նախատեսված։ Ծրագիրը կոչվում է Սերունդներ կամրջող եւ հենքը ծրագրի դա ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն է, տարածումն է, պոպուլարիզացիան է։ Մենք աշխատում ենք էլի տարբեր տարիքի երիտասարդների հետ եւ աշխատում ենք ուսուցիչների հետ եւ աշխատում ենք երեխաների հետ։ Հասկացանք, որ ուզում ենք մշակութային ուղղվածության ծրագիր անել, որը ինքնության հարցերին նաեւ կանադառնա, ինքնության ամրապնդման հարցերին կանադառնա եւ լինելով մշակութային ուղղությամբ ծրագիր, այնուամենայնիվ ինձ համար անձնապես սա քաղաքացիական Էլի քաղաքացիական մաս։ Այո, որովհետև քաղաքացու կերպարի մի մասը դա սեփական ինքնության, սեփական մշակութային ժառանգության դիտակցությունն է։ Այսինքն Զարուհի, որ ընդհատում է, մեզանում հաճախ այդպես քաղաքացիական գիտակցությունը եւ ինքնությունը, ասենք ազգային ինքնությունը հակադրում են իրար, մինչդեռ դրանք փոխրարացնող բաներ են։ Այո։ Դրանք ոչ միայն փոխրերացնող են, դրանք միմյանց ուժեղացնող են։ Շատ բարդ է լինել լավ քաղաքացի առանց ներքին կարևոր կմախքի, որի շուրջ դու քաղաքացիությունը կառուցում ես։ Մշակութային էլեմենտները կարևոր են, որտեղ մենք հասկացանք, որ գուցե մենք ճանաչում ենք մի քանի մշակութային կոթող, բայց ինչ է նշանակում ոչ նյութական մշակութային ժառանգություն, այն ամեն ինչը ինչ որ դրա նաև ներքևում է, հետևում է, սրա մասին չգիտենք ու փորձում ենք այս ծրագրով իսկապես արթնացնել հետաքրությունը սեփական անձի նկատմամբ, որովհետև ինչպես ասում է մեր փորձագետներից մեկը Լիլիթ Սիմոնյան, մենք ենք ոչ նյութական մշակութային ժառանգությունը, մենք կրողն ենք, դրա ամեն մեկս կրողն ենք, երբ որ դու մի քիչ սկսում ես պատվանը բացել, ամեն մեկը հիշում, իմ տատիկը սենց էր ասում, այս ուտեստի մեջ սենց էինք անում, այս մի հատ հետարքիր ասացված կար, մեկը սկսում ես գտնել, հասկանում ես, որ այդ երբեք չի կորել, ուղղակի մի պահ գուցե հետ է մղվել։ Եվ այդ ուղղությամբ էլի երիտասարդներին սովորեցնում ենք լինել դեսպաններ ոչ նյութական մշակութային ժառանգության, ուսուցիչներին տալիս ենք մեթոդներ, թե ինչպես իրանք կարող են այդ թեմաները դպրոցում քննարկել, որովհետև հիմա էլ կա արվեստի դասեր, պատմության դասեր, ուժեղացնում ենք, թե ինչպես մշակույթը էլի բերենք ներս, որովհետև էլի պետականորեն մշակույթի հետ կապված կարողունակությունը դա հիմնարար կարողունակություններից մեկն է, որը դպրոցում պիտի ուսուցանվի եւ դաստիարակվի, ուստեղ ուզում եմ իսկապես նշել այդ դաստիարակչական բաղադրիչը, որը մի քիչ ոնց որ տեսքլա կորել մեր կրթության մեջից, ցավոք շատ կարեւոր է հետ բերել այդ դաստիարակության հատվածը եւ օգնում ենք ուսուցիչներին նաեւ այդ թեմաների շուրջ գործիքներ ունենալ, որովհետեւ ոնց որ թե մի քիչ հասկացանք, որ մեթոդական, մանկավարժական մեթոդաբանության, մանկավարժական գործիքների պակասը կա, ստեղծում ենք նաև այդ միասին այդ ուսուցիչների հետ ստեղծում ենք այդ գործիքները աշխատանքի։ Հիմնադրամը հյուրատներ ունի Գյումրիում եւ Երևանում, գրասենյակներ եւ հա հյուրատներ, սա նշանակում է արդյոք, որ Կազան նաև ինքն է զբոսաշրջությամբ զբաղվում, զբոսաշրջությամբ, այսպես ասած, գործունեություն ծավալում։ Այո, հյուրեր եք ընդունում երկու տեղում։ Ընդունում ենք, այո, եւ Երևանում եւ Գյումրիում կան հյուրատները եւ կրթական կենտրոնները եւ դրանք սոցիալական ձեռնարկատիրության բաղադրիչն է մեր, ինչպես նշեցի, դրանք ստեղծվել են այն պատճառով եւ այն նպատակով, որպեսզի կարողանան գեներացնեն շահույթ, որը կօգտագործվի ծրագրերի համար։ Ամբողջությամբ շահույթը 100%-ով ամբողջ շահույթը վերադառնում է կրթական ծրագրեր եւ ֆինանսավորում է կրթական ծրագրերը եւ սա
այդ կայունության ապահովման հնարավորություն ունեցել եւ այո, մեր այդ բիզնես կոմպոնենտը ինքը զբոսաշրջային կոմպոնենտն է եւ ներքին եւ ներգնա եւ արտագնա туриզմի համար կարևոր տեղ, որտեղ էլի ինքը պարզապես հյուրատուն չի, ինքը այնտեղ է, որտեղ մարդը գալիս է եւ ծանոթանում է նաեւ հիմնադրամի գործունեության հետ։ Կարողանում է մարդկանց հետ հանդիպել։ Այդ մարդակենտրոնությունը նաեւ մեր շենքի մեջ է, մեր հյուրընկալության թիմի աշխատանքի մեջ է։ Եվ այո, զբոսաշրջային այդ կոմպոնենտը փորձում ենք հնարավորինս արդյունավետ ձևով ղեկավարել, որպեսզի նաեւ կարողանանք դրանից ստացվածը ծառայեցնել մեր ծրագրերում։ Զարուհի, շնորհակալ եմ, որ ժամանակ թակ եկաք եւ զրույց ունեցանք եւ հաջողություն եմ մաղթում թե ձեզ, թե Կազա հիմնադրամին։ Շնորհակալ եմ, մեզ համար իսկապես շատ հաճելի էր եւս այս զրույցը, միշտ հետաքրքիր է կրթության մասին խոսել եւ շատ լավ որ դուք շարունակաբար խոսում եք այս թեմաներով, շնորհակալություն։ Իսկ մենք շարունակենք տաղավարի եթերում քննարկել մեր կրթության եւ գիտության խնդիրները ամենատարբեր դիտանկյուններից։